Բարձր դատարան, անկեղծ կլինեմ, կարծում եմ, որ իմ բացատրության ընթացքում ներկայացված փաստերն ու տվյալներն արդեն իսկ բավարար էին ցույց տալու, որ Հայաստանի Հանրապետության դատախազությունը, գործելով օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում, կիրառել է ողջ գործիքակազմը և դրսևորելով բարձր պատասխանատվություն, ընթացք է տվել 2026 թվականի Ազգային ժողովի ընտրությունների առնչությամբ ստեղծված առերևույթ հանցագործությունների վերաբերյալ յուրաքանչյուր հաղորդման։ Այնուամենայնիվ, հարգելով բարձր դատանի կողմից որոշված ձևաչափը, հանդես կգամ եզրափակիչ ելույթով և կանդրադառնամ ինձ համար առանցքային նշանակություն ունեցող որոշ հանգամանքների։ Նախ և առաջ չցանկանալով անդրադառնալ ՀՀ սահմանադրությամբ դատախազությանը վերապահված լիազորություններին, չեմ կարող չարձագանքել հնչած այն պնդումներին, որոնցով դատախազությունից ակնկալվում էր իրականացնել օրենքով իրեն չվերապահված գործառույթներ, մասնավորապես զանգվածային լրատվության միջոցներում հրապարակված տեղեկություններն ուսումնասիրել և դրանց հիման վրա ինքնուրույն ներկայացնել առերևույթ հանցագործությունների վերաբերյալ հաղորդումներ։ Այս կապակցությամբ հարկ եմ համարում արձանագրել մեկ պարզ իրավական իրողություն՝ դատախազը չի կարող ունենալ նման պարտականություն։ Միաժամանակ հարկ եմ համարում ընդգծել, որ ինչպես 2026 թվականի Ազգային ժողովի ընտրությունների նախընտրական քարոզարշավի ամբողջ ընթացքում, այնպես էլ ընտրությունների օրը ստացված յուրաքանչյուր հաղորդում դատախազության կողմից ստացել է օրենքով նախատեսված ընթացք։ Դատախազությունը յուրաքանչյուր դեպքում գործել է իր լիազորությունների շրջանակներում, կիրառելով օրենքով իրեն վերապահված բոլոր իրավական գործիքները, ինչը չէր կարող նոր հանցագործությունների համար չունենալ նախականխիչ նշանակություն։ Առանձին կուզենայի անդրադառնալ ևս մեկ հանգամանքի։ Դիմումատուները փորձեցին Սահմանադրական դատանի քննության առարկա դարձնել առանձին հաղորդումների և քրեական վարույթների փաստական հանգամանքներ, դրանց տալով սեփական իրավական գնահատականը և այդպիսով ստեղծել տպավորություն, թե դատախազությունը ցուցաբերել է տարբերակված մոտեցում։ Մինչդեռ դիմումատուների կողմից հիշատակված քրեական վարույթով միջդատական վարույթի դատական երաշխիքների շրջանակներում առնվազն հիմնավոր կասկածի առկայության հանգամանքը հաստատվել է, իսկ ենթադրաբար ատելության խոսք կամ բռնության կոչ տարածելու վերաբերյալ ներկայացված հաղորդումների կապակցությամբ կայացված վարույթային ակտերի իրավաչափության վերաբերյալ փաստարկված գնահատականներ հնարավոր կլինի տալ դրանց դատական ստուգման արդյունքում։ Ամփոփելով խոսքս նշեմ հետևյալը. Քանի որ եզրափակիչ ելույթումս կարող եմ անդրադարձ կատարել բացառապես դատախազության կատարած աշխատանքին և դրա շուրջ դիմումատուների կողմից ծավալած դատողություններին, ուստի բավարարվեմ արձանագրելով, որ լսումների ընթացքում դիմողների կողմից բարձրացված մտահոգությունները ավելին քան փարատված են, որի մասին վկայում են ներկայացված յուրաքանչյուր հաղորդման կապակցությամբ առկա քրեական վարույթները, դրանց շրջանակներում իրականացվող լայնածավալ քննությունը կամ հնարավոր և իրավաչափ վարույթային ակտերը։ Բարձր դատարան, ուղղակի որպես տեղեկատվություն հայտնեմ նաև, որ պարոն Արծվիկ Մինասյանի հաղորդման հիման վրա, որը դատախազություն է ստացվել Կենտրոնական ընտրական հանձնաժողովից և վերաբերել է Մարտունու համայնքապետարանի աշխատակիցների հավաքին մասնակցելու առերևույթ փաստին, Հայաստանի Հանրապետության Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, նույն հոդվածի հատկանիշներով քրեական վարույթ է նախաձեռնվել նաև Կենտրոնական ընտրական հանձնաժողովից դատախազություն ստացված մեկ այլ հաղորդման կապակցությամբ, որը վերաբերել է Վարդենիկի մշակույթի կենտրոնի աշխատակիցների կողմից հավաքին մասնակցելու առերևույթ դեպքի։ Նշված դեպքի վերաբերյալ Կենտրոնական ընտրական հանձնաժողովին հայտնվել է անկախ դիտորդ հասարակական դաշինքի լիազոր ներկայացուցչի կողմից։ Բարձր դատարան, քանի որ Հայաստան դաշինքի ներկայացուցիչները տեղյակ չէին իրենց հաղորդման ընթացքի մասին, ես այս մասին զուտ բարձրաձայնում եմ, որպեսզի նրանք տեղեկանան և քրեական վարույթի շրջանակներում օգտվեն իրենց դատավարական լիազորություններից։